Ժամանակ այնքան արագ է անցնում, որ մենք նույնիսկ չենք նկատում, ինչպես մեր կողքին ապրող մարդիկ հոգեպես մարում են անտարբեր վերաբերմունքից։ Մենք անընդհատ զբաղված ենք ինչ-որ խնդիրներով, հոգսերով, գործերով, իսկ երբ ազատ ժամանակ ենք ունենում, կրկին վերցնում ենք հեռախոսը։ Ու այդպես կամաց կորցնում ենք ամենաթանկը, իրական շփումը, ջերմությունը, ներկայությունը։ Մենք կարող ենք ժամերով նայել ուրիշի ռիլսերը, սրտիկներ դնել, մեկնաբանություններ գրել, բայց նույն ժամանակ մեր կողքին կարող է լինել մեկը, ով պարզապես ուզում է, որ մենք մի պահ հեռախոսը մի կողմ դնենք ու լսենք իրեն։ Ցավում եմ, որ աշխարհը մեզ տանում է այս ամենի մեջ, իսկ մենք երբեմն լուռ հետևում ենք։ Մեր կողակիցը մեր սիրո ու ուշադրության կարիքն ունի, մեր ծնողները, մեր ներկայության, մեր երեխաները, մեր ժամանակի ու ջերմության։ Այդ կարիքը չի լցվում միայն ծննդյան օրը Facebook-ում շնորհավորելով։ Երբեմն պետք է ինչ-որ քաղցր բան վերցնես, գնաս ծնողիդ մոտ, գրկես նրան ու ասես. «Մամ, պապ, ես ձեզ սիրում եմ»։ Մեր սերը չպետք է միայն նկարի լայք դնել լինի։ Զանգիր, մի լավ խոսք ասա, օրհնիր նրան, հարցրու ինչպես ես իրականում։ Քույրիկ, եղբայր, այսօր մի բան ամեն ինչ մի կողմ թողա։ Տեղավորիր իրական մարդկանց քո ժամանակի մեջ։ Երեխայիդ հետ գոնե 1 ժամ անցկացրու, հեռախոսը մի կողմ դիր, լսիր նրան, հարցրու ինչ ես ուզում, ինչ է մտածում, ինչ է ուրախացնում կամ տխրեցնում նրան։ Կողակցիդ հետ խոսիր, լսիր նրա կարծիքը, արժևորիր նրան, ու կտեսնես ինչպես կարող է մի սովորական օր փոխվել դեպի լավը։ Երբեմն մենք երջանկություն ենք փնտրում ամեն տեղ, բայց այն նստած է մեր կողքին, մեր երեխայի, մեր ծնողի, մեր կողակցի տեսքով։ Եվ վերջում, Աստծու հետ էլ քո շփումը դարձրու իրական։ Միայն այն ժամանակ մի դիմիր նրան, երբ ինչ-որ բան է պետք։ Խոսիր Աստծու հետ, աղոթիր, երկրպագիր, շնորհակալ եղիր, պատվիր նրան։ Երբ Աստված դառնում է քո կյանքի իրական մասը, դու սկսում ես ուրիշին աչքերով նայել նաև քո կողքի մարդկանց։ Մի սպասիր, մինչև նրանք հեռանան, որպեսզի հասկանաս որքան թանկ էին։ Ժամանակը չի սպասում։ Գրկիր այսօր, զանգիր այսօր, ներիր այսօր, սիրիր այսօր, ժամանակ տուր այսօր, որովհետև վաղը գուցե հնարավորություն չունենաս։ Աստված քեզ պահապան։ Ամեն։